առավոտ, սկսում եմ իմ հերթական նոր վլոգը ու իհարկե սկսում եմ առավոտյան սուրճից, օրը սկսում եմ միանշանակ ես սուրճով, չհաշված որ առավոտյան ջուր եմ խմել, դե միանշանակ ջուրը չեմ հաշվում, նոր ջրից հետո արդեն առավոտ ժամը 8-ն է մեր մոտ ու ես այս ժամին նոր խմեմ իմ առաջի սուրճը։ Երեխեք ջան, այնպես որ այսօր շատ այսպես լիքը հագեցած օր եմ ունենալու, որովհետև տղայիս դպրոցի հետ կապված այսպես լիքը խնդիրներ կան, դա պետք է լուծվի մինչ դպրոցը ու ձեզ եւս մաղթում եմ գեղեցիկ ու հաճելի օր, օրվա ավարտ եւս եւ իհարկե հաճելի եւ բարի դիտում։ Ուրեմն, ասեմ, որ ասեցի, չէ, արդեն դպրոցի հետ կապված լիքը այսպես ասած, այսինքն խնդիրները այն ինչ որ տենց ինչ որ գլոբալ խնդիրներ չեն, դե ուղղակի գրքերի հետ կապված, այսպես ասած, հիմա պետք է տղայիս հետ գնամ, որ դպրոց իրենք տալիս են վաուչեր, ուրեմն եթե ձեզ հետաքրքրում է, այստեղ այդպես է, վաուչերը թուղթ է, այդպես, ու ես գնում եմ գրքերը վերցնում եմ անվճար, բայց միմիայն գրքերն ենք վերցնում անվճար, քանի որ մենակ գրքերն են տալիս անվճար, մնացածը արդեն ծնողը ինքը պետք է առնի, այսինքն այդ գրենական պիտույքները, այդ ինչ որ տետրերը, գրիչներ եւ այլն, այդ լիքը այդպես բաները, այդ արդեն ես ինքս եմ գնում, ու եթե ձեզ հետաքրքրում է նաեւ ասեմ, որ մեր մոտ դպրոցները սկսվում են ոչ սեպտեմբերի 1-ից, այլ սեպտեմբերի 20-ից։ Այստեղ այդպես է։ 18, 19, 20։ Այս տարի ամսի 20-ից են գնալու, անցած տարի ամսի 18-ից գնացինք։ Այդպես, այնպես որ հիմա այսպես լիքը խնդիրներ, տղայիս հետ միասին եմ գնալու դպրոց, հետո գնալու եմ գրքերի խանութ, այդ գրքերը վերցնենք, այսօր վաղը, այսպես ասած, տեսնենք, ու հետո լիքը այսպես ես նաև հիվանդանոցի հետ ինչ որ խնդիրներ ունեմ, պետք է գնամ հիվանդանոց։ Դրա համար այսպես լիքը sense խառը խնդիրներ էլի, դրա համար այդպես ասած կփորձեմ դες համար նկարել, ճիշտ է չեմ խոստանում, բայց կփորձեմ։ Այնպես որ դուք էլ ինձ հետ սուրճ դրեք ու եկեք միասին վայելենք սուրճ։ Ես շատ եմ սիրում, ուրեմն իմ հրաշքներ ջան, ձեզ հետ սուրճ վայելել։ Այնպես որ հիմա սրճենք ու տեսնենք ինչ է կանում, հա նաև ուզում եմ մի հատ շատ հետաքրքիր առողջ ճարար դիետիկ աղցան եմ պատրաստելու, ուզում եմ բաղադրատոմսով ձեզ հետ կիսվեմ, կպատրաստեմ, այդ եղանակը դուք կտեսնեք քինոյով աղցան ու ես ինչ որ ժամանակ չէի արել ու հետ երեք ինչ որ հիշեցի, որ չի, ես շատ եմ սիրում այդ աղցանը ու ինքը նախ դիաբետ ունեցող մարդկանց համար ինքը ուղղակի ընտիր է։ Չհաշված, եթե ուզում եք քաշ գցել, մի հարեք եւս ինքնավոր կա։ Այնպես որ հիմա ես սուրճս վայելեմ ու տեսնենք ինչ ենք անում, օրը սկսվել է, այսպես ասած տեսնենք։ Ու այդպես, այնպես որ աղցանով ես ձեզ հետ անպայման կկիսվեմ ու հուսամ, որ դուք եւս կպատրաստեք ու ձեզ շատ դուր կգա, շատ փակագծերը չբացեմ, արդեն պատրաստելու ժամանակ, արդեն ասացի, որ քինոավը պատրաստելու այդ process-ը միանշանակ կտեսնենք։ Այնպես որ ես սուրճս վայելեմ ու դեռ անպայման Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք ինչ եմ անելու ես հիմա, ուրեմն որոշել եմ պատրաստել իմ աղցանը ու տեսեք, քինոյով աղցան։ Այստեղ ես ունեմ քինոա, այսինքն հիմա ես քինոան լավ լվացել եմ, ուրեմն ասեմ, որ քինոան պետք է լավ լվանակ սառը ջրով։ Ուրեմն, որովհետև ինքը ունի այսպես դառնության հատկություն, դրա համար մի հատ լավ լվանում ենք սառը ջրով ու ես արդեն լվացել, ուզում եմ ձեզ ցույց տամ, ուղղակի այսպես խառը քինո է, ինքը այսպեսին է, ուրեմն ինչ ենք անելու մենք։ Հիմա ավելացնում եմ 2 բաժակ, այստեղ ունեմ 1 թեյի բաժակ, այսպես ոչ մեծ թեյի բաժակ, նորմալ թեյի բաժակով, ուրեմն քինոա, ուրեմն սրան ավելացնում ենք 2 բաժակ թեյի բաժակ ջուր, այնքան որ ինքը այսպես քինոան ծածկվի ու արդեն կդնենք ուրեմն գազօջախին, ինքը պետք է եռա, ուրեմն այդպես կեռա մոտ 15 րոպե, այսինքն ավել պետք չի, 15-ից 20 րոպե լիովին բավական է քինոան եռալու համար։ Քինոան կեռա, հիմա ես ջուրը լցնեմ։ Ես արդեն ջուրը լցրել եմ, ոնց որ ասեցի, 2 բաժակ ջուրը լցնում ենք եւ դնում ենք գազօջախին։ Տեսեք, ջուրը արդեն ես լցրել եմ ու դրել եմ գազօջախին։ Հիմա սպասենք մինչև եռա, ասեցի արդեն 15 րոպե ու հետո անցնենք արդեն աղցանի պատրաստման եղանակին։ Ուրեմն լինելու է բանջարեղենային եւ քինոայով աղցան։ Հիմա արդեն կտեսնենք ինչ ենք անելու, ավելացնելու, կտրատելու բանջարեղենը ու ասեմ, որ ինքը շատ օգտակար, առողջ ճարար, դիետիկ եւ իհարկե անչափ համեղ աղցան։ Գնացինք։ Հիմա կեռա կվերցնեմ
ու հետո արդեն կանցնես ուրեմն ժողորջա վերցրել եմ քինոան արդեն գազօջախից ու լցրել եմ այս տարայի մեջ, հիմա պետք է պատրաստենք մեր աղցանը։ Ուրեմն ուզեցի ձեզ ուղակի ցույց տամ քինոան, այսպես արդեն խաշված վիճակում, ինքը տեսեք բացվել է, այսպես պետք է լինի։ Ու հիմա արդեն անցնենք ցույց տամ բանջարեղենն ու անցնենք պատրաստման եժանը։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչ ենք անելու մենք հիմա։ Ես արդեն պատրաստում եմ աղցանը, այստեղ դուք արդեն գիտեք, ցույց եմ տվել ձեզ, ունեմ այստեղ քինոանը արդեն պատրաստի, ուրեմն վիճակում։ Հիմա ավելացնելու ենք հերթով մեր բանջարեղենը։ Ինչա մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է 1 հատ ավոկադո, 1 հատ վարունգ, հիմա ես կկտրատեմ, ու պետք է կանաչ պղպեղ, կարմիր պղպեղ, ոնց որ դուք ցանկանում եք, ամենասովորական կանաչիները, ինչ որ դուք ձեր տանը ունեք, կլինի համեմ, ինչ որ կուզեք, իմ մոտ քինզա, ուրեմն եւ կանաչ սոխ, աղջիկներ ջան, ուրեմն անպայման կանաչ սոխ, էլի սովորական սոխ ես չեմ խառնում։ Դուք կարող եք նաև ավելացնել լոլիկ, ես ուղղակի տանը չունեի լոլիկ, դրա համար այսքանով բավարարվել եմ։ Դե չհաշված արդեն համեմունքները, այստեղ ունենք բուսայուղ, զեյթունից հետ, սև կարմիր պղպեղ շատ քիչ, աղ, եւս շատ քիչ ամենակարևորը, եւ ամենակարևորը լիմոնի, թարմ լիմոնի հյութ։ Այնպես որ, ասեմ, եւս մեկ անգամ կրկնվեմ, ասեմ, որ այս աղցանը դուք եւս պատրաստեք, ասեմ, որ ինքը շատ նախ եւ առաջ առողջարար է, օգտակար է մեր օրգանիզմին, առողջարար եւ իհարկե անչափ դիետիկ աղցանա, շատ դիետիկ, եթե ունեք, էլի եմ կրկվում, քաշի հետ խնդիր, ուզում եք նիհարել, ապա սա հենց դրա համար է, այսինքն սա այս աղցանը օգտվելով դուք անպայման կորցնեք ձեր քաշը։ Եվ չհաշված, եթե ունեք դիաբետ, ասենք, ինչ որ ես ունեմ իմ նման, դա եւս, այսինքն իսկ դիաբետիկների համար եւս է։ Շատ ու վերջում ինքը համը ստացվում է անչափ շատ համեղ աղցանը։ Ես այս աղցանը ահավոր շատ եմ սիրում ու ասեմ, որ մեր տանը մենակ ես եմ այս աղցանը ուտում, որովհետև իմ ընտանիքի անդամները, իմ տղամարդիկ, ամուսինս ու բալիկս առհասարակ, ասենք նման տիպի աղցաններ, այսպես դիետիկ ու այսպես իրանք չեն սիրում, իրանք ավելի շատ այսպես սիրում են թթվասերով, մայոնեզով, այսպես ինչ որ սննդարարի այսպես էլի կարելի ասել, այդպիսի աղցաններ են նախընտրում ավելի շատ։ Այնպես որ երկար այսպես չձանձրացնեմ ձեզ, ուրեմն անցնենք արդեն պատրաստելու եղանակին գնանք։
Արդեն պատրաստ է մեր սալաթը, ես ամբողջը մեր աղցանը, ամբողջը ես այսպես ոնց որ տեսակ բոլոր բաղադրիչներով հանդերձ, բոլորը իրար ես խառնել եմ, հիմա ինչ ենք անում, հիմա մնում է մեզ ուղղակի այսպես խառնել եւ աղցանը պատրաստ է լիովին։ Բայց շատ համեղ աղցան է, խորհուրդ կտամ ես եւս պատրաստել։ Շատ հեշտ արագ պատրաստվող, օգտակար, առողջարար, դիետիկ եւ անչափ համեղ աղցան։ Ահա։ Վերջ։ Այ այսպես։ Վերջ։ Պատրաստ է։ Տեսեք ստացանք ինչ համեղություն, գեղեցկություն, տեսքի մասին չեմ ասում, իսկ հոտը ընկել է ամբողջ խառնոցով մեկ, այս բուրմունքը, չգիտեմ, մի հատ անչափ համեղ աղցանը։ Այնպես որ դուք եւս պատրաստեք իմ տարբերակով, ասեմ որ շատ գոհ կմնաք եւ շատ կհավանեք, որովհետեւ ես այս աղցանը անչափ շատ եմ սիրում, ձեզ եւս խորհուրդ եմ տալիս պատրաստել։ Այսքանով էլ երևի թե սիրելիներս ավարտեմ իմ այսօրվա այսպես խոհարարական վլոգը, կարելի է այդպես ասել։ Ձեզ մաղթում եմ գեղեցիկ ու հաճելի օր եւ օրվա ավարտ եւս։ Այնպես որ ես ձեզ բոլորից շատ եմ սիրում, իմ հրաշք հետևորդներ ջան, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, անչափ շնորհակալ ու զգացված եմ, որ դուք կաք իմ կյանքում, որ դուք ինձ հետ եք, իմ ալիքում եք, այդքան դրական ու պոզիտիվ մեկնաբանություններ եք թողնում, մեկնաբանություններ եք գրում, այդ ինձ շատ հաճելի է ու այնպես է ոգևորում, չեք էլ պատկերացնի։ Շատ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ես ունեմ նման, ձեր նման պոզիտիվ դրական հրաշք հետևորդներ։ Այնպես որ սիրելիներս, ցտեսություն, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք անպայման դեռ կհանդիպենք հաջորդ վլոգում։ Պակա-պակա։